Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, հարցաշարս բավականին փոփոխության ենթարկվեց, որովհետև ամեն րոպե ամեն պահ ինչ որ նոր իրադարձություններ են տեղի ունենում։ Մենք այսօր հատկապես դուք ուզում եք շեշտադրում անել մետրոյում այս սոցիալական խնդիրներին, մետրոյում այդ ուղևորների հետ կապված տոմսերը եւ այլն այս ամենին, բայց իրավիճակ է փոխվել, մենք սկսենք թե հասկանալ ինչ է կատարվում Գյումրիում։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվել է Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ իր թիմի անդամները։ Եվ իր առաջնորդ կարդացի եւ նաեւ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել չխոչընդոտել ՆԳՆ-ի գործողությունները։ Քանի որ այնտեղ բավականին ոստիկանական ջոկատներ են տեղափոխվել, այդ կադրերը Նյուզեյեմը եւ մյուս լրատվամիջոցներն էլ արդեն հրապարակել են, քաղաքապետարանի ներսում ցույց տվեցին ինչ լարված իրավիճակ է, մարդիկ իրար քաշքշում են, ԱԱԾ-ի աշխատակիցները եւ քաղաքապետարանի աշխատակիցները, ընդ որում կա տեղեկություն, որ այս ամենը կապված է մեծ կաշառքի հետ եւ իհարկե դա արդեն քննությունը ցույց կտա։ Հարցս հետևյալն է, այն որ Վարդան Ղուկասյանին այսօր այդ մեթոդներով, ընդ որում միտեղ էլ կարդացի, որ 60-ից 70 հոգի մտել են, գետնին են գցել, նոր են ձերբակալել, մի խոսքով ամեն ինչ կլսենք, մինչև չունենանք ստույգ տեղեկություն այստեղից այնտեղից եւ տեղեկություն չստանանք, շատ բան կլսենք մամլոյցառայությունից, միանշանակ շատ բան ենք դեռ լսելու։ Հիմա հարցս հետևյալն է։ Լրատվամիջոցներից։ Հարցս հետևյալն է, ինչու հենց հիմա Ինչու այս ձևով, որտեղ Վարդան Ղուկասյանի շուրջ զրույցներ, խոսակցություններ, մամուլում հրապարակումներ կային դեռ ընտրություններից առաջ։ Եվ կարծես թե միջադեպը ուզում եմ կապել նաև Աղան Աբեղայի ձայնագրությունը, որը արդեն համացանցում հայտնվեց, ինչ է նշանակում, արդյոք սա Նիկոլ Փաշինյանի դարակում գտնվող գործերն են, որը աստիճանաբար հրապարակվում էին եւ ընդ որում առաջին հերթին դրանք իշխանական մամուլն է հրապարակում։ Ինչի մասին է այս ամենը խոսում, դուք մասնագիտությամբ իրավաբան եք, փորձեք գնահատականը տալ իրավական։ Իրավական գնահատական տալու համար նախ պետք է տվյալ պարագայում հետևենք քննչական կոմիտեի եւ ՆԳՆ-ի մամլոյցառայության պաշտոնական, պատշաճ իրավական, իրավաչափ հրապարակված հայտարարություններին, որպեսզի կարողանանք իրավական, նորմատիվ, օրենքի տարին եւ բառին համապատասխան որովհետեւ իրավական գնահատական տալ։ Իրավաչափ է արդյոք տվյալ պարագայում կատարված գործողությունները թե ոչ, միայն քննչական կոմիտեի նախաքննական եւ քննության արդյունքների ընթացքում կարող ենք մեր հաջորդ հանդիպման եթերներում միանշանակ տեսնելով թե որ քրեական օրենսդրության ենթակտով եւ դատավարության օրենսդրության ենթակտով է տվյալ պարագայում այս գործընթացը տեղի ունենում, բայց այն, որ վերջերս օրեր առաջ համացանցում հայտնված եկեղեցականների ձայնագրության համար, ինձ համար դա արդեն որպես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու քրիստոնյա զավակ, իմ համար դա արդեն զարհուրելի է ու մեծ ցավ է, որով որ փորձում են մեր քրիստոնյա ժողովրդին այնպես է հիասթափեցնել եկեղեցու։ Վարդան Ղուկասյանի պահով իրավական գնահատականը տվեցիք, իսկ քաղաքական գնահատականը ինչպիսին կլինի։ Այնպես է ես ինքս վաղուց հետևելով իրադարձություններին, ինչպես նաև չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը այնպես է 2000-ական թվականներին լինելով լրագրող, հնարավոր է իր դարակում պահած մինչ ընտրությունները բազմաթիվ այնպես փաստահավաք ունենա տարբեր քաղաքական գործիչների, չեմ բացառում նաև իմ անձի նկատմամբ, չնայած այնպես միշտ ես ինքս 2000-ական թվականներից ի վեր մինչ առ այսօր երբևիցե չեմ հարել որևիցե քաղաքական ուժի, միշտ եղել եմ անդիմադիր, չեմ կարծում, որ իմ անձի նկատմամբ որևիցե փաստահավաք ունենա իր դարակում։ Գալով ամենակարևորին հետ վերադառնալով այս
տեղի ունեցող փաստերին կարող եմ միայն ասել, որ տվյալ պարագայում սպասելի էր, ինձ համար զարմանալի չէր, որովհետև Գյումրիի քաղաքապետի ընտրություններից առաջ մենք տեսանք բազմաթիվ այնպես գործընթացներ, իրողություններ, որը որ սպասելի էր այս իրավական գործընթացը Վարդան Ղուկասյանի, Վարդանիկ Մականունով անձի նկատմամբ եւ չմոռանանք տասնյակ տարիներ առաջ, ՆԳՆ նախարար Վովա Գասպարյանի օրոք բազմաթիվ կատարված Գյումրիում քրեական հանցագործությունները եւ քրեական այն գործերը, որոնք որ եղել են այնտեղ։ Սա այս փաստի հետ կապված միանշանակ կանդրադառնանք դեռ իրավական առումով, որովհետև ինքս լինելով իրավագետ կարող եմ միայն տալ իրավական գնահատական այն փաստերին, որը որ տվյալ պարագայում դեռ քննչական կոմիտեն որովհետեւ պաշտոնական Մենք կսպասենք պաշտոնական հայտարարություններից, բայց հնարավոր է նաև այլ տեղերում, չէ՞, մենք ունենք ընդդիմադիր ղեկավարներ եւ այլն։ Հենց ինչու Գյումրիում, հենց ինչու այսօր, հենց ինչու եկեղեցու հետ կապված այս իրադարձությունների շրջանակում եւ ընդ որում Նիկոլ Փաշինյանը հիմա հանրապետությունում չէ։ Ինչ է կատարվում։ Ինչու հենց Գյումրիից սկսվեց։ Չէ՞ որ մենք միշտ Գյումրին ընտրություններից հետո օրինակ էինք բերում, որ տեսեք Գյումրիում ընդդիմությունը կարողացավ հաղթել քաղաքացիական պայմանագրին, հենց ինչու Գյումրիից, ինչու հենց այսօր։ Ընդ որում այս ձերբակալությունների շարքը է, դուք ասում եք դարակում, որպես լրագրող։ Վանաձորի եւ Ալավերդիում տեղի ունեցող ընտրությունները չմոռանանք, քաղաքացիական պայմանագրի եւ ընդդիմության ընտրությունները, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Դա որպես իրեղեն փաս եւ ապացույց քաղաքական առումով, քաղաքական գնահատական իմ տալը, որտեղ որ պարտվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տեղի ունենում հետևյալը։ Չմոռանանք նաեւ Վոլոդիա Գրիգորյանի։ Իսկ ինչու են թողնում, որ հաղթեն հետո նոր։ Ինչու են թողնում, որ հետո անե, սա ինչ է, սա հոգեբանական է, սա ինչ որտեղ ընդդիմությանը մեսիջ է, որ տեսեք, ինչու հենց ասածս հետևյալն է, ինչու եթե չէ որ այդ բազում գործեր, ինչպես դուք եք ասում, կարելի էր ընտրություններից առաջ ձեռնարկել եւ ոչ թե այսօր որպես քաղաքապետի Գյումրիում այդ մարդուն ձերբակալել։ Ընդ որում ըստ խոսակցությունների բավականին նվաստացուցիչ իրավիճակում է նրանք այդտեղից հանել։ Քաղաքական առումով գնահատական իմ տալը կարող եմ մեկ բան ասել, տեսնելով որտեղ որ պարտվում են, ընտրություններից հետո են որևիցե իրավական գործընթաց սկսում այս ամենին, որը որ տեղի ունեցավ Գյումրիում, որը որ տեղի ունեցավ այլ համայնքներում, հա։ Տեսնելով որ իրենց ռեյտինգը ընկել է, այդ իսկ պատճառով դարակում պահած պահեստազորային այն փաստահավաքը հանում եւ սկսում են իրավական տեսանկյունից։ Բայց այսպես ռեյտինգ են բարձրացնելու, չէ որ հիմա գյումրեցիների զայրույթն են արդեն իրենք Խոստացավ չմոռանանք։ Եկեք մարզերով խոսենք։ Ընդդիմության օրոք Նիկոլ Փաշինյանը գոռում գոչում էր, ասում էր տատիկ պապիկները 100,000-ներով պարտքեր ունեն խանութներում։ Տավեք թող տանեն տան։ Ներողություն, բայց ինչ եղավ Նիկոլ Փաշինյանը այդ քո ընդդիմադիր ժամանակ տվյալ պարագայում գոռում գոչում ասում էր թոշակները բարձրացրեք 100,000-ներով տատիկ պապիկները պարտքեն։ Խոստումը չկատարեցիր 1000-2000 դրամով թոշակ բարձրացնելով այսօրվա դրությամբ ուսումնասիրելով, հա, ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում սննդամթերքի գները ուսումնասիրելով դրանց մասին հետո կխոսենք, պարոն Սարգսյան, որտեղ չէ, ուղղակի ես ուզում եմ գյումրեցիների զայրույթն է, հիմա ռեյտինգը դրանով ինքը բարձրացնելու է, թե հակառակը։ Տեսեք, ավելի շատ իջնելու է։ Դուք նշեցիք Մերձաբանի դեպքն եք ըստ երևույթին նկատի ունենալով Փարեքարը։ Այո։ Հիմա փաստորեն ռեյտինգը բարձրացնելու փորձ է սա, թե իրեն ոչ նպատակահարմար մարդկանց դաշտից հեռացնելը։ Քանի որ արդեն իսկ մոտենում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, փորձում է ընդդիմադիր դաշտի այն տեղի ունեցող իրավիճակը տեսանելի անձերին, որոնք որ տեսանելի են, որոնք որ տվյալ պարագայում կարող են մեծ ձայներ հավաքել,
այդ մարդկանց քաղաքական դաշտից մաքրելով, լրացնելով, կալանավորելով, բանտարկելով, փորձում է այնպես անել, որպեսզի նախկին եւ ներկա իրեն հարմար, ինչպես որ 2018 թվականին նույն Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական դեպադում հայտարարեց, որ ինձ հարմար ընդդիմություն դա ՀՀԿ-ն է։ Եկեք չմոռանանք, փաստը մնում է փաստ։ Եվ այսօրվա դրությամբ, եթե ինքը ասում էր նախկինները, ներկաները, նեղություն, ոչ դատական համակարգ բարեփոխեց, ոչ Ռոբերտ Քոչարյանին բռնեցին, բաստողեցին, Սերժ Սարգսյանին դատում էին սայլարկի գործով, մի ծիծաղելի գործով, որ բազմաթիվ այլ գործերով կարող էին քրեական գործ հարուցեին, իրավական տեսանկյունից, բայց չգիտես ինչու, գնացին այն տարբերակով, ամենակարևորը չմոռանանք, անընդմեջ ես ուզում եմ այդ թեմայի մասին ձեր հեռուստատեսության, Նոյան Տապանի հեռուստատեսության եթերում խոսել, տեսեք, իրավական տեսանկյունից եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը եղել է ԱԱՑ-ի տնօրեն, եղել է ՊՆ-ի նախարար, լինելով նմանատիպ շատ լուրջ պետական կառույցների ղեկավար, նա երբեք ու երբեք շատ հանգիստ չէր կարող ասել Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, եւ շատ հանգիստ կարող էր վերցնել հեռախոսը եւ զանգահարել Վովա Գասպարյանին 18 թվականին եւ տվյալ պարագայում թույլ չտար, որ ինքը 140 անգամ, ինչպես որ Սերժն է ասում, 140 անգամ կարող են կալանավորել։ Դրան էլ առանձին կարադառնանք, եկեք այսօրվա մեր թեմաներից չշեղվենք, որտեղ սա բավականին շատ կարևոր է։ Տեսեք, խոսեցինք, հիմա խոսում ենք Գյումրիից։ Մի քանի շաբաթ առաջ իրավիճակը շատ թեժ էր Մերձավանում, որի կապում էին նորից ոմանք բնութագրում էին դա ավելի շատ քաղաքական սպանություն։ Հիմա ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը մաքրում է քաղաքական դաշտը այն մարդկանցից, ովքեր ավելի տեսանել են, հեղինակություն ունեն եւ կարող են ձայներ հավաքել։ Հիմա եկեղեցու հանդեպ ինչու է այս վերաբերմունքը, Արագածոտնի մարզ եւ մեկ օրվա մեջ մի քանի հոգեվորական, որ մենք հոգեվորականներ ունենք Ճաղերի ետևում։ Ընդ որում այս ձայնագրությանը, որը որ լսեցի, ընդ որում տարիներ առաջվա դեպք է։ Ատենապետը, փորձում է համոզել, Վանաձորի մատուռի ներկայացուցիչ arczepiskopos-ի եւ Հայր Աղան Երջնկանյան, այո, որպեսզի իր մայրը, որի որդին մահացել է պատերազմում, գնա մասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքին, նեղություն, ուրեմն ամենակարևորը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ կրոնական, օրենսդրության ենթակներով եկեղեցին եւ պետությունը տարանջատ են եւ եկեղեցին պետք է չխառնվի քաղաքական գործերին, իսկ պետությունը չպետք է խառնվի տվյալ բարագայում եկեղեցու գործերին, բայց մենք տեսանք այս տարի թե ինչեր տեղի ունեցան, ԱԱՑ-ի գործելավոճը դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, չմոռանանք ամենակարևորի մասին, եկեղեցու վերաօծման, վերաբացման ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը գնաց մասնակցեց իր, եթե չեմ սխալվում, տիկնոջ հետ էր, եթե հիշողությունս չի դավաճանում, իր տիկնոջ հետ գնաց մասնակցեց եկեղեցու վերահոսմանը, որը որ կատարում էր նույն Գարեգին-բն։ Նեղություն Նիկոլ Փաշինյան, այդ ժամանակ դուք հնարավորություն չունեիք հենց անմիջապես կանգնելու Գարեգին-բի դեմ դիմաց ճակատ ասելու այն, որ ինչու բայց այդ կարծիքով դա այնտեղն էր, որտեղ պետք է այդ խոսակցությունը կարող էր այդ ամեն ինչը տեղի ունենալ փակ դռների ետևում, նկատի ունեք, եթե գնում է, մեկ օր էլ կարող է տվյալ պարագայում սոցմեդիա համացանցում հազար ներողություն ձեր եթերի ներքո, որ պետք է օգտագործեմ այդ բառը, երկրի թիվ 1 ղեկավարը իր Facebook-յան 1.100.000 հետևորդանոց էջում գրառում է անում դոմփելուց, նեղություն թե վարչապետի էթիկայի իրավական խախտում է, թե տվյալ պարագայում այնպես է, եթե խոսում ենք
փաստերից եկեք Հիմա խոսենք եկեղեցին է ամենակարևորը, թիրախավորված, թե կաթողիկոսը։ Իհարկե տվյալ պարագայում ոչ թե եկեղեցին է թիրախավորված, այլ իմ կարծիքով Գարեգին բան, ես ինքս բազմից եմ նշել, ինքը վարել է տվյալ պարագայում ոչ եկեղեցական, ոչ թե քրիստոնեական այն գործողությունը, որը որ տվյալ պարագայում ինքը տարիներ շարունակ Բայց դա դեռ ապացուցված չէ։ Թե մարտի 1-ի, թե հոկտեմբերի Պարոն Սարգսյան, դա դեռ ապացուցված չէ։ Այսինքն Ապացուցված է այն ամեն ինչի մասին դուք խոսում եք։ Փաստերը որտեղ են։ Քաղաքական առումով եկեք փաստենք ամենակարևորի մասին։ 2024 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը գնաց Ադրբեջան, Ադրբեջանում, թշնամի մեր պետության ղեկավարը պատտվեց, ասեց Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս քահանաները, Հիսուս Քրիստոսի աշակերտները, դրանք Ադրբեջանի եկեղեցու համահիմնադիրներն են։ Բայց Գարեգին Բելյանից ոչ մի ծպտում, ոչ մի բառ դուրս չեկավ։ Անձամբ ինքսեմ այդ հայտարարությունից հետո անդրադարձել, որը որ մեծ դիտումներ էր հավաքել եւ դարձել էր այնպեսա առարկա, որին անդրադարձավ նաեւ Ազատություն ռադիոկայանով, եթե չեմ սխալվում, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից, բայց Գարեգին Բեի կողմից որևիցե արձագանք դուրս չեկավ, չլսեց։ Հիմա անդրադառնանք այս ձայնագրությանը, այս ձայնագրությունը ինչու են հիմա հանում։ Նույն Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ պետք է տվյալ պարագայում մի եկեղեցական, որը որ սուրբ մարդ է, որը որ ընդհանրապես կապ չունի, ժողովրդին համախմբի, ժողովրդի միաբանի, ներողություն, սրբազան մարդը ինչ գործ ունի տվյալ պարագայում, նկատի ունեք եկեղեցին մտավ քաղաքականության մեջ եւ առիթը տվեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը եկեղեցին չպետք է զբաղվեր քաղաքական գործունեությամբ եւ նույնը քաղաքական գործիչը չպետք է մտնի եկեղեցու ներքին կուխնյա։ Ոնց պետք է լինի այս հանգուցալուծումը եւ մի բան եմ ուզում ձեզ հարցնել որպես իրավաբանի։ Կարծես թե այս վերջի ժամանակաշրջանում այս ձայնագրություններն են առիթ լինում, որպեսզի մարդկանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեն, հանրությանն է ներկայացնում։ Ընդ որում քիչ առաջ մինչեւ եթերը մտնել է ես միտեղ նկատեցի, որ նույնիսկ Վարդան Ղուկասյանի, որ այսօր ձերբակալում են, այդ պահով էլ ձայնագրություն է գաղտնալսվել։ Ինչ է նշանակում, սա գործիք է դարձել եւ արդյոք այս ամենը պետք է հանրայնացվի։ Այսօրվա դրությամբ գործիք, որից ելնելով այնպես է, որի միջոցով փորձում են մարդկանց կալանավորեն եւ լրացնել։ Տեսեք նույն հոգեվորականներին դուք Բագրատ Սրբազանի մասին եք խոսում, նույն ձայնագրությունը, տերորիստական ակտերը։ Նորից բերել կապել ինձ հետ, բայց տեղեկացնեմ ձեր եթերի միջոցով, որ այս վերջերս, իմ դրամապանակի մեջից հայտնաբերել էի ձայնալսող փոքրիկ եւ այնպես գտնվելով էմոցիոնալ վիճակում փորձեցի ջարդել եւ կոտրել շպրտել եւ չեմ բացառում որ օրեր շարունակ ինձ լսել է որևիցե ինչ որ մեկը Այսինքն գործիք են դարձրել եւ այս ամենը ավելի շատ սուբյեկտիվ թե օբյեկտիվ իրավիճակ է Սա ես կարող եմ համարել ավելի շատ սուբյեկտիվ Կհետևենք իրադարձություններին, իսկ հանգուցալուծումը, որն ամեն դեպքում պետություն եկեղեցի այսպես չի կարող երկար շարունակվել։ Ուրեմն կոչս եւ հորդորս այս մասին ես բազմիցս եմ արել, բոլոր առողջ եկեղեցականներին, որոնք որ զբաղված են, մեր քրիստոնյա ժողովրդին, քրիստոնեական Աստվածաշունչը քարոստանելով, Աստծո խոսքը քարոստանելով, կոչս մեկն է՝ համախմբվելու եւ միասնական այս հարցին եկեղեցու ներսում ներքին այս հարցին լուծում տալու ձեր ժողովի միջոցով եւ ամենակարևորը ուզում եմ դիմել ձեր եթերից Նիկոլ Փաշինյանին Ես ինքս պատրաստական եմ բոլոր այն քաղաքական ուժերին համախմբելու, միաբանելու, ընդհուպ մինչև անգամ այն քաղաքական ուժերին, որոնց որ ընդդիմադիր դաշտում, չակերտավոր ընդդիմադիր ուժեր եմ տեսնում, պատրաստական եմ ընդհուպ մինչև անգամ իրենց հետ հանդիպելու, որոնց որ չեմ տեսնում քաղաքական դաշտում, որ 18 թվականին դուք պետք է տայեք քաղաքական եւ բարոյական գնահատական եւ քաղաքական դաշտը մաքրեք, ցավոք սրտի չարեցիք, պատրաստ եմ իրենց հանդիպելու եւ այս իրավիճակից պետությունը Այսինքն քաղաքական ավելի շատ
այլ ոչ թե քաղաքական, այստեղ երկխոսություն է պետք նստել եւ զրուցել։ Նստել կլոր սեղանի շուրջ եւ եթե իրենք չեն կարողանում նստել, լինեն միջնորդներ, որ կարողանան նստեցնել։ Շատ բարի, մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը։ Հանուն ժողովրդավար պետականության։ Ինչպիսին պետք է լինի, ամփոփում ենք եկեղեցի պետություն եւ իշխանություն եւ ընդդիմություն, հա, այսպես հայ հարաբերությունները եւ ամփոփենք այս հատվածը, որից հետո ես այլ հարցում եմ ձեզ։ Ուրեմն եկեղեցին պետք է ծառայի իր քրիստոնյա հայ ժողովրդին եւ երբեք չպետք է մտնի քաղաքական դաշտ, իսկ քաղաքականությունը եւ իշխանությունն ու պետությունը չպետք է երբեք մտնի եկեղեցական դաշտ։ Դատապարտում եմ թե Գարեգին Բայի, թե նաեւ բոլոր այն սրբազանների եւ եկեղեցու այն ներկայացուցիչների գործունեությունը, որոնք որ մտնում են իրենց բերում մտցնում են քաղաքական դաշտ։ Եվ դատապարտում եմ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի այն գործողությունները, որոնք որ տվյալ պարագայում քննադատական ձևով քննադատում են եկեղեցուն։ Եթե կա որևիցե եկեղեցում խնդիր, եկեք միասնական ուժերով մեր պետության ներսում փորձենք լուծեմ, այլ ոչ թե տվյալ պարագայում դարձնենք հանրային քննարկման առարկա, որը որ տեսնում է թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե հարևան պետությունները։ Մենք մեր պետությունը պետք է առողջ ձևով
այնպիսի ողնաշարը ուղղելով, որպեսզի ոչ թշնամի Եվ հայկական ոչ հանրությունը, հարևանը։ մեր հայաստանյան հանրությունն էլ ինչ է ասում, երբ որ խոսում է Փաշազադեն, Նիկոլ Փաշինյանը ինչ որ գործողություններ է սկսում իրականացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Իրադարձություններին կհետևենք նաև Գյումրու քաղաքապետի հետ կապված, քանի որ արդեն ներքաղաքական իրավիճակից ենք այսօր ավելի շատ խոսում, ոչ թե արտաքին, անդրադառնանք նաև մեր ձևով շարժմանը, քանի որ նա էլ ակտիվացավ հանրահավաք, ուխտագնացություն դեպի Էջմիածին։ Իշխանական շրջանակները պնդում են, որ նման շարժումները խաթարում են պետական կայունությունը։ Մինչդեռ ընդդիմությունը դիտարկում է դա որպես լեգիտիմ ժողովրդավարական դժգոհություն։ Անձամբ դուք որ կողմում եք եւ ինչպես եք գնահատում։ Արդյոք մեր ձևով շարժման նպատակները եւ գործողությունները իրավական տեսանկյունից այն քաղաքացին, որը որ 10 տարի շարունակ մշտապես չի ապրել Հայաստանի Հանրապետությունում, չի կարող լինել որևիցե քաղաքական ուժի հիմնադիր եւ նախագահ, սա մեկ իրավական առումով։ Երկրորդը, եթե որևիցե անձ աջակցում եւ սատարում է եւ նմանատիպ նախաձեռնությունները աջակցում եւ սատարում են, օրեր առաջ, երբ Արագածոտնում, տեղի ունեցավ եկեղեցականների կալանավորումը, ձերբակալումը, ինչու այդ ժամանակ նույն մեր ձևովը չգնաց աջակցելու սատարելու նույն այդ եկեղեցականներին, սա մեկ հարց։ Դե բայց մարդիկ ամեն դեպքում կանգնած են, չէ՞, այդ ժամանակ չկանգնեցին, նեղություն։ Այսինքն ոչ թե այսպես կազմակերպված հանրահավաքներ, այլ պետք է գնային հոկտեմբերի 7-ին 2020 թվականին երբ Սուրբ Ղազան չեց։ Բայց այն ժամանակ մեր ձևովը չկար, պարոն Սարգսյան։ Նույն Սամվել Կարապետյանը այնպես է 2020 թվականին հայտարարություն Մենք հիմա մեր ձևովի մասին ենք խոսում։ Մեր ձևովը արդեն ինքը շարժում է, մեր ձևովը դառնում է կուսակցություն։ Նույն մեր ձևովը, եթե դառնում է կուսակցություն, առաջինը թող իրենց ազատատահություն քաղբանտարկյալներին, կալանավորներին, թող մի հատ երկու բառակապակցությունը գրելու ձևը սովորեն եւ տվյալ պարագայում Այսինքն իրենց հանրահավաքի շաբաթ օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ պաստառի վրա երկու բառ գրված այնպես ազատատահությունը որն է ներողություն մենք նմանատիպ բառ չունենք երկրորդը եթե տվյալ պաստառն է կարևոր թե 30,000 քաղաքացու մասին է խոսքը այդ մասնակցությանը ըստ փաստի իսկ ըստ Իոնիսյանի դա Իոնիսյանի 7000-ից մի փոքր մենք տեսել ենք 2021 թվականին մենք տեսել ենք 2022 թվականի նմանատիպ ցույցեր ժողովուրդը այնպես արթնացել է վաղուց ժողովուրդը չի խափնվում այն նախաձեռնություններին որտեղ որ կան օլիգարխների ականջներ եւ որտեղ որ տվյալ պարագայում վերևում ներողություն նախ նույն մեր ձևովը որտեղ էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին երբ Արցախից բռնի տեղը հանվեց եւ Արցախը հայաթափվեց որտեղ էր նույն մեր ձևովը չէր կարող Սամվել Կարապետյանի մասին եք խոսում շարժումը նոր է Սամվել Կարապետյանը թող 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ներողություն թող ժամաներ Հայաստանի Հանրապետություն եւ գար կանգներ նույն Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում լինելով մեծ բիզնեսմեն չէր կարող հենց այնպես դառնալ բիզնեսմեն Ռուսաստանի Դաշնությունում ինչու որովհետեւ Վլադիմիր Պուտինը եւ իր վարած քաղաքականությունը դիկտատոր քաղաքականությունը թույլ չէր տա որևիցե օտար պետության քաղաքացու գար Ռուսաստանի Դաշնությունում բիզնեսներ բացեր առանց Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի Դաբրոյի ընդ որում այստեղ էլ ձայնագրություններ չէ ի հայտ եկան որ հանրահավաքին ցուցարարներին գումարով են բերում այստեղ է նաև այսօր առավոտյան այնպես է ինձ WhatsApp-ով էին ուղարկել նաև այդ ձայնագրությունը լսեցի որը որ դեռ համացանցում իմ կարծիքով չկա քաղաքացիներ ուղարկել նաև ինքս եմ հրապարակելու Նրանպես որ հիմա ձեր ասելով դուք հիմա փաստորեն կողմնակից չեք մեր ձևով շարժմանը որ Սամվել Կարապետյանն է
Ուրեմն ցանկացած օլիգարխ կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, կլինի Հայաստան դաշինքում, օլիգարխը տվյալ պարագայում թող գնա զբաղվի իր բիզնեսներով, այլ ոչ թե մտնի քաղաքական դաշտ։ Եթե Նիկոլ Փաշինյան, դուք ասում եք բիզնեսմենները պետք է գնան զբաղվեն բիզնեսով, ոնց է ստացվում, որ ձեր քաղաքական ուժում կան բիզնեսմեններ։ Մի հատ խնդրում եմ այս հարցին ձեր Facebook-յան եթերով անդրադառնալու ամենակարևորը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, եթե կա օրենք, որ բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, նեղություն մեր սահմանամերձ գյուղերում լիքը բազմաթիվ գյուղեր կան, համայնքներ կան, որոնք որ ունեն աջակցության կարիք։ Բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, այլ ոչ թե մտնի քաղաքական դաշտ։ Ամեն ոք տանկիստը դառնա ասի նեղություն, ես քաղաքական գործիչ եմ։ Հիմա դուք այստեղ ենթատեքստ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Բոլորին ես նկատի ունեմ, բոլոր այն գործարարներին, գործարարը պետք է զբաղվի տնտեսությունը զարգացնելով, պետությունը զարգացնելով, բայց ոչ տվյալ պարագայում մտնելով քաղաքական դաշտ։ Իսկ ինչ կասեք Արման Թաթոյանի մասին։ Արման Թաթոյանին բոլորս լավ գիտենք, ամենակարևորը ես բազմիցս եմ անդրադարձել, ու նորից անդրադառնում եմ, ցանկացած իշխանության օրոք, այն մարդու իրավունքների պաշտպանը, որը որ կողմնապահ գործունեություն է իրականացրել։ Ես այստեղ տեսնում եմ Սերժի ականջները, ուրիշ ոչինչ։ Բայց Արման Թաթոյանը հայտարարում է, որ մարդկանց հետ շատ հայտարարի, ինչու տվյալ պարագայում մեր թշնամի պետությանը օրինակ պետք է բերեմ, բայց հստակ ասում եմ, երբ Ալիևը Ադրբեջանը ոռնում էր, ասում էր կրակեցին, խփեցին, էս ինչ տեղը մյուս արեցին, նույն Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան էր դեռ 44 օրյա պատերազմի ժամանակ։ Բոլոր դիվանագետներին, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի, Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչների, ՄԱԿ-ի անսամբլեայի ներկայացուցիչներին, բոլորին հրատապ կարգով պետք է հրավիրել, ցույց տար կտանքները, ցույց տար 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետությունն էլ բոլոր պետությունների կողմից ճանաչված պետություն է։ Արցախը հասկացանք, բայց Արցախում տեղի ունեցած ցանկացած հանցագործություն, ցանկացած վանդալիզմ, բնաջնջում, ինչու տվյալ պարագայում չիրականացրեց այն գործունեությունը եւ այն դիվանագիտական գործունեությունը եւ որպես մարդու իրավունքների պաշտպան Եվրոպայի միջազգային օմբուդսմենին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անսամբլեայի բոլոր ներկայացուցիչներին չդիմեց եւ չասեց, որ Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն եւ Ալիևը պետք է տվյալ պարագայում միջազգային քրեական դատարանով պատասխանատվության ենթարկվի։ Այդ ժամանակ այնպես է, ես որպես քաղաքական ուժ չէի, բայց լինելով որպես իրավագետ, լինելով տարբեր պետական կառույցներում շատ կարճ ժամանակներ աշխատած անց, ուսումնասիրելով միջազգային իրավունքի նորմատիվ ակտը, բազմիցս եմ բարձրացրել, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, կոչս մեկն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին դիմել միջազգային քրեական դատարան։ Դե փաստորեն ելնելով դրանից գտնում եք, որ ամեն դեպքում նա չպետք է մտնի քաղաքականություն։ Հիմա որքան էլ մեր ներքաղաքական դաշտում ավելանում են քաղաքական ուժերը, դուք եք քաղաքական ուժ, երկրորդ նախագահը համարում է, որ որքան էլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ շատանան, ավելանան, կուսակցություն եւ այլն, ամեն դեպքում այստեղ հեգեմոնը երկու ուժ է լինելու։ Մեկը ինքն է, մյուսը նոր ձևավորվող, հենց մեր ձևով շարժումը։ Քանի դեռ ներողություն պետք է անդրադառնամ ԶԼՄ-ներին, քանի դեռ ԶԼՄ-ները կողմնապահություն են անում, նախկին եւ ներկա։ Բայց կողմնապահությունը ո՞րն է, մարդը հայտարարեց իր ասուլիսի ժամանակ, չէ՞, դուք ինքներդ էլ եք լսել դրա մասին։ Քանի դեռ նախկին եւ ներկա իշխանությունների ականջները երևացող ուժերին են լուսաբանում, այն լրատվականները բացառությամբ ձեզանից, որ ձեզ շնորհակալությունս եմ հայտնում Նոյան Տապանին, թող չլսվի ոմանց համար գովեստի խոսքեր, ես ինքս անկողմնապահ մարդ եմ եւ իմ շնորհակալությունս հայտնում եմ ձեզ տնօրինությանը եւ ձեզ, որ ձեր կողմից այսքան ժամանակ որևիցե կողմնակալ գործողություն չի դիտարկվել։ Կլինի Արցախից տեղահանվածների, կլինի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կապված
դիմել եմ, ասել եք խնդիր չկա, բարձրացնենք, բայց Հայաստանի Հանրապետությունում գործող ԶԼՄ-ների մեծամասնությունը ծառայում են նախկին ու ներկա փտած նեղած այն կառույցներին, որոնք որ տվյալ պարագայում նախկին ներկա անելով քաղաքական դաշտը չտալով բարոյական, քաղաքական, գնահատական չեն մաքրում, որպեսզի այն առողջ ուժերը համախմբելով դառնան առողջ իշխանություն եւ առողջ ընդդիմություն, որպեսզի մեկը մյուսի վրա շիշ շպրտի։ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության պետությանը եւ ժողովրդին ծառայող Սուրբ կառույցը, որտեղ որ ծառայել են ժողովրդին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը։ Լավ, լրատվամիջոցներին եկեք չանդրադառնանք, որտեղ ամեն դեպքում լրատվամիջոցը լսում է, լուսաբանում է, այնպես չի, որ ասում է մենք ինքներ ենք սկսենք։ Շուտով լրատվամիջոցները թող սպասեն իմ կողմից հատուկ նկատի ուղղակի պարզապես երևի ձեր ասածը հետևյալն էր, որ եթե լուսաբանում են միայն Ռոբերտ Քոչարյանի ձայնն է լսելի դառնում, իսկ եթե մյուսներին էլ լուսաբանեն, ապա նրանք կարող են ասել, որ միայն իրենք չեն։ Ամեն դեպքում կհետևենք եւ քանի որ խոսում ենք ձերբակալություններից, ձայնագրություններից, իրավիճակը այսպես է ստացվել, այսօրվա մեր ամբողջ հարցազրույցի ընթացքում դրանից ենք խոսում։ Մանկավարժական համալսարանի շուրջ էր փաստորեն աղմուկը մեծ էր։ Ռեկտորը եւ պրոռեկտորը ձերբակալվեցին։ Սա ինչի մասին է խոսում։ Տեսեք, միտեղ քաղաքապետ, խոսում ենք այդ քաղաքապետը երկար տարիներ եղել է Գյումրի եւ այլն, իսկ այստեղ երկու կանայք, ընդ որում խոսում են նաեւ այնտեղ չարաշահումների մասին, հեկանք հասանք ուսումնական հաստատություն։ Անկեղծ ասած, այդ դեպքը մանրամասն չեմ ուսումնասիրել եւ տեղեկացված չեմ քննչական կոմիտեի տարածած ՆԳՆ-ի տարածած հայտարարությանը չեմ կարող ասել, բայց եթե կա իրավական գործիքակազմ, որևիցե կաշառքի կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու գործիքակազմ, կազմակերպիչ, դրդիչ, օժանդակիչ տարեր, որոնք որ հանցագործության, որևիցե կատարման տարեր են պարինակում, ըստ քրեական օրենսդրության ենթակտի համաձայն միանշանակ պետք է որոշի դա պետական համապատասխանատվություն։ Պարոն Սարգսյան, մի տեսակ շատ ենք, չէ՞, sense բանով սկսել էս իրավիճակները։ Անկեղծ ասած ինձ համար զարմանալի չէ, սպասելի էր, քանի որ այնպես է մոտենում են ընտրությունները։ Նորից կապում եք այս ամեն ընտրությունների հետ միանշանակ եւ այն ինչ տեղի ունենում միանշանակ ընտրությունների հետ է կապված։ Հիմա հասկանանք մեկ սոցիալական խնդրի մասին խոսենք, դա էլ է կապում ընտրությունների հետ, թե ոչ։ Դուք անհանգստացած եք մետրոյում տիրող իրավիճակի, մետրոյի, այսօր անդրադառնանք մետրոյին, մետրոյում գոյացող հերթերի մասին եք անհանգստանում, մարդիկ ինչպես են նյարդայնանում, մի խոսքով։ Ես խնդրեմ մեր օպերատորին մի քանի լուսանկար ցույց տա եւ անդրադառնանք, թե ինչու եք մտահոգված այս խնդրով եւ արդյոք սա զուտ սոցիալական խնդիր է, թե ավելի ինքը գլոբալ խնդիր է։ Խնդրեմ, այս նկարում սիրելի հայրենակիցներ, քաղաքացիների կողմից մեզ տրամադրված նկարում երևում է ինչպես է մետրոպոլիտենի նաև աշխատակիցը փորձում օգնել քաղաքացիներին օրեր առաջ, իսկ այս մյուս նկարում զբոսաշրջիկներն են, կանդրադառնանք բոլոր մանրամասներին ամեն նկարին հատիկ առ հատիկ շատ կարճ, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, եթե հետո պահարկ լինի մեր նորից։ Խնդրեմ, այս նկարում արդեն թելսելը չի աշխատում եւ մարդիկ գոյացել են եւ առաջացել է հերթ եւ կանգնած են այդտեղ, ինչպես նաեւ մետրոպոլիտենի աշխատակիցը նկարում քաղաքացիները տեղեկացրեցին, որ փորձում է խնդիրը լուծել։ Ինձ մոտ կա նաև այլ տեսանյութ, որտեղ քաղաքացին քարտ է գնել, բայց այդ քարտով չի կարողանում օգտվել եւ վիճում է մետրոպոլիտենի աշխատակցի հետ, քանի որ մետրոպոլիտենի աշխատակիցը թույլ չի տալիս քաղաքացուն օգտվել մետրոյից։ Հիմա կարճ համարով, ընդ որում զբոսաշրջիկներին ինչու անդրադարձավ։ Հայաստանի Հանրապետության պետությունը, եթե մենք տվյալ պարագայում ուզում ենք մեր պետությունը զարգանա, զբոսաշրջիկները ավելի շատ կան։ Ներողություն, ուրեմն տեղեկացա, որ տվյալ պարագայում ամեն զբոսաշրջիկ պետք է գնի մեկ քարտ,
որպեսզի ամեն անց, հա, դա կապ չունի զբոսաշրջիկ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամեն անց պետք է ունենա մեկ քարտ կամ հեռախոսի ծրագիր, որպեսզի կարողանա օգտվել տվյալ պարագայում մետրոպոլիտենից, մետրոյից։ Գանք ամենակարևորին, եթե զբոսաշրջիկը չունի Հայաստանի Հանրապետության հեռախոսի քարտ, հա, տվյալ պարագայում ինչպես պետք է այդ զբոսաշրջիկը օգտվի։ Հեռախոսային ծրագիրը նպատակահարմար չեք գտնում, որ թեկուզ մեկ հեռախոսի համար վերցնել։ Չեմ գտնում, եթե զբոսաշրջիկը չունի Vivasel, Ucom կամ Team կապի ծառայություն, հա, եկել է իր հեռախոսի, իր պետության կապի միջոցով եւ ռոմինգ արած, ինչպես այդ քաղաքացին օգտվի։ Երկրորդը ամենակարևորը, եթե զբոսաշրջիկը եկել է եւ մեկ անգամ ուզում է օգտվել, հա, մետրոպոլիտենից, մետրոյից, գնա մետրոն տեսնի, նստի, շրջի, նորից հետ գնա։ Սրանով մենք ոչ թե խթանում ենք, որպեսզի զբոսաշրջությունը զարգանա, այլ մենք ավելի շատ վնասում ենք, եթե զբոսաշրջիկը փոշման թողում դուրս է գալի մետրոյից, չի օգտվում մետրոպոլիտենից, հա, դրանով ինչպես է զարգանալու զբոսաշրջությունը, եթե զբոսաշրջիկը հիասթափված մետրոյից դուրս է գալի, հարգելի քաղաքային իշխանություն, հարգելի Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություն, եթե դուք ուզում եք զբոսաշրջությունը զարգանա, առաջին հերթին, հա, նմանատիպ, չգիտեմ Թելսելի տերը ով է, բայց ամենակարևորը անդրադառնամ, մետրոպոլիտենի աշխատակիցը, հա, Թելսելի աշխատող չի, որպեսզի տվյալ պարագայում չունի որևիցե պայմանագիր կնքած, որ մետրոպոլիտենի աշխատակիցը Թելսելի ծառայության իրավական գործընթաց իրականացնի, այսինքն քաղաքացուն օգնի, թե ինչպես տվյալ պարագայում Թելսելի ծառայությունից կամ համապատասխան ծառայության միջոցով օգտվի տվյալ պարագայում մետրոյից։ Պարոն Սարգսյան, բայց եկեք խոստովանենք, որ ինքը վատ համակարգ չէ, մարդիկ արդեն հունի մեջ են կարծես թե ընկնում, այդքան էլ չի։ Ամենակարևորին 60-70 տարեկան պապիկ տատիկը երբ իր 200 դրամը, վերջի 200 դրամը տալիս է, որպեսզի, հա, գնի մի հատ մետրոյի տոմս, եկել է, չգիտեմ, Վանաձորից կամ Վարդենիսից, ու տվյալ պարագայում այդ 200 դրամը տալիս է, 50 դրամը իրան պետք է, կարող է գնի, չգիտեմ, ինչ-որ մի բան, կամ այդ 50 դրամի վրեն դնի, ինչ-որ գումար, գնա մի հատ իր հանապազորյա մեկօրյա հացը առնի, այդ 50 դրամը գնում է, կորում է, կամ տվյալ պարագայում գնում է իր հեռախոսին, ներողություն, սա կոպիտ ասած քաղաքացու, հա, տատիկ պապիկների գրպանը մատնել է, նորից հետ եմ վերադառնում նույն թեմային, Նիկոլ Փաշինյան, երբ դուք ասում էիք 100,000-ներով տատիկ պապիկները պարքեն, տվեք թող գնան իրենց թոշակը ստանան ավելի բարձր, բայց տվյալ պարագայում դուք ինչ եք անում սրան։ Ինչ եք առաջարկում դուք, տատիկ պապիկներին եւ զբոսաշրջիկներին։ Ուրեմն թե տատիկ պապիկներին, թե զբոսաշրջիկներին, հա, ամենակարևորը, գանք ամենակարևորին, նա խախտվել է մետրոպոլիտենի աշխատակիցների իրավունքները, մետրոպոլիտենի աշխատակիցը պետք է տվյալ պարագայում ծառայի մետրոյին, այլ ոչ թե Թելսել ծառայության աշխատակից դառնա եւ վերցնի Թելսելի ծառայության փոխարեն կատարի Թելսելի աշխատանքի գործը։ Սա պետք է կատարի Թելսելի տնօրինություն, ուրեմն հատկացրեք ձեր օպերատորներից որևիցե մեկին, թող գնան կանգնեն մետրոյում եւ խորհրդատվություն տրամադրեն, հա, մեր քաղաքացիներին եւ հանրությանը, որոնց միջոցով դուք ստանում եք այդտեղից միջնորդավճար եւ ստանում եք ժողովրդի վճարած հարկերով, տուրքերով աշխատավարձ ու գումար։ Ամենակարևորը տվյալ պարագայում, եթե աշակերտը կամ ուսանողը իր 500 դրամը կամ 300 դրամը գցում է, մեկ անգամ ուզում է օգտվի, ինչ է նշանակում, 3 օրյա, այն էլ 23-ից 59 րոպեին,
երկրորդ օրվա գիշերը, հա, արդեն երրորդ օրը լեռանում է, այն մի տոմսը արդեն չկա։ Ժամկետ անց է դառնում։ Ռուսաստանի, հա, քաղաքականությունը այնպես է միշտ դատապարտել եմ, ինչպես նաև Եվրոպայից ենք վերցնենք Եվրոպայից։ Ոչ մի եվրոպական երկիր, ինչպես նաև Ռուսաստանը, որի վարած քաղաքականությունը չեմ ընդունում։ Ես այսօրվա դրությամբ ունեմ քարտ 2012 թվականին եմ եղել վերջի անգամ Ռուսաստանի Դաշնությունում։ Ունեցել եմ մետրոյի քարտ, որի մեջ եղել է 2000 ռուբլի, տվել եմ 10 օր առաջ, գնացել են, օգտվել են, մինչև հիմա զանգել ասում է պարոն Սարգսյան, ասում է գիտես ակտիվ է գործում է, այդ գումարները մեջը կա։ Ոնց է ստացվում, կարող է գիտեք տվյալ պարագայում հաց ուտել է, քաղաքացին մեկ անգամ թելսելից գնեց, թելսելի տոմս, որպեսզի մետրոյից օգտվի կամ ավտոբուսից օգտվի, ենթադրենք մարզից եկել է որևիցե քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության մարզերից եկող քաղաքացին Երևան քաղաքում օգտվում է մեկ անգամ եւ հետա վերադառնում իր մարզ, հա, գյուղացին։ Տվյալ պարագայում այդ գյուղացին մեկ անգամ տոմսը գնելով այն մնացած գումարը վсё վերջը զրոյանում է, լուծումը մեկն է, որպեսզի տվյալ պարագայում ցանկացած քարտ, կլինի դա տրանսպորտինը, կլինի դա մետրոյի հետ կապված, պետք է լինի անսահմանափակ ժամկետով, որպեսզի տվյալ պարագայում քաղաքացիների գումարները չզրոյացվեն, չկորեն։ Քաղաքացին, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հարկ է վճարում, Նիկոլ Փաշինյանը ասում է իր քաղաքացին հերոս է, այն քաղաքացին, որ հարկ է վճարում, հերոս է։ Ուզում եմ հասկանամ, ձեր քաղաքային իշխանությունը, հա, հանձինս ձեր գլխավոր ԿՊ-ի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի, ուրեմն հանձնարարեք, որպեսզի տվյալ պարագայում այնպես է, այս տրանսպորտի եւ մետրոպոլիտենի հետ կապված սահմանափակ ժամկետը հանվի եւ քաղաքացիների համար սահմանվի անժամկետ օգտվելու այդ QR կոդով, ինչպես նաև մետրոյի տրամադրած, տրանսպորտի տրամադրած այդ քարտերից օգտվելը լինի անժամկետ։ Հակառակ դեպքում ձեր ասած այն, որ ասում եք 300 դրամ մեկ տոմսը ամենասկզբից, երբ իրենք ասում են 300 դրամ մեկ տոմսը, հիմա ստացվում է այդպես, ու ավելի թանկ։ Եթե քաղաքացին 300 դրամանոց տոմս է գնում, տվյալ պարագայում այն մեկը չի օգտվում, այն մի 150 դրամը գնում է այնպես է իրենց տրանսպորտի հետ կապված հարցերը շատ են, ասեմ, որ նույնիսկ այդ քարտով օգտվելու ժամանակ կամ վալիդատորը աշխատում է կամ չի աշխատում, դրանք անդրադառնանք մեկ այլ ամենակարևորը մետրոյում էլ չեն աշխատում թելսելի ապարատները եւ քաղաքացիները կանգնում են փաստի առաջ կամ դրամադրած այդ 500 դրամանոց քարտերը, որ տրամադրում են նեղություն, քարտը եթե դուք տրամադրում եք, քաղաքացին ուզում այդ ձեր քարտից օգտվի, այսինքն տվյալ պարագայում 500 դրամով քաղաքացուն վճարում եք դատարկ քարտ, մի հատ քաղաքացուն ասում եք գնացեք լիցքավորեք, այդտեղ որտեղ է գրված, եթե դա կոռուպցիա չի, հա, Նիկոլ Փաշինյան, բա այլ կոռուպցիան որտեղ է։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Սարգսյան, այսօրվա հաղորդման համար հարցերը շատ են, մենք ժամանակը չի ներում, որպեսզի ես ձեզ հարցնեմ, թե արցախցիների հետ ինչ կա, կարծում եմ եք ուրիշ հաղորդման ժամանակը խոսենք։ Ամեն դեպքում հետևենք զարգացումների, որտեղ իրադարձությունները թե ներքաղաքական են, թե արտաքին դաշտում ունենք, թե մի խոսքով խնդիրները շատ են։ 3+3 ձևաչափի Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Վաշինգտոնի փաստաթղթին, ինչպես նաև անդիմադիրները Ռոբերտ Քոչարյանը ասում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ լավ փաստաթուղթ է, ներողություն, որտեղ են Արցախի։ Դրանց մասին կխոսենք մեկ այլ ուրիշ հաղորդման ընթացքում, մեր ժամանակը սահմանափակ է, այսօր այսքանով ավարտում ենք։ Ես եմ շնորհակալ։ Արգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։